2026 թվականից Հայաստանում կմեկնարկի առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման առաջին փուլը, որի շահառու կդառնա մոտ 1.6 միլիոն քաղաքացի։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով առաջին փուլում ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարին լրացած քաղաքացիները, 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք, անապահովության 28 եւ ավելի միավոր ունեցող ընտանիքների անդամները, ամսական 200,000 դրամից ավելի եկամուտ ունեցող քաղաքացիները։ Ապահովագրությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք վերջին 183 օրվա ընթացքում բնակվել են Հայաստանում։ Նախատեսվում է համապարփակ ապահովագրության երկրորդ փուլը սկսել 2027 թվականին, իսկ երրորդը 2028-ին։ Ապահովագրության տարեկան փաթեթի արժեքը կկազմի 129,600 դրամ։ Փաթեթում ներառվելու են կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային ծրագրերը, հիվանդանոցային ծառայությունները, դեղորայքային ապահովումը եւ շտապօգնության ծառայությունները։